Արարատի մարզի Նոր կյանք գյուղի 29-ամյա գյուղապետ Գարիկ Սարգսյանը, որ 6 ամիս առաջ հաղթեց 17 տարվա հանրապետական գյուղապետին, ասում է առաջին հերթին փորձում է գյուղում կրճատել անօգուտ հաստիկներն ու տենդերներն օրինական դաշտ բերել։ Ընդդիմադիր Ելք դաշինքի անդամ գյուղապետը նշում է, իր պաշտոնավարությունից 1 տարի առաջ $13,000 ձեռք բերված ծառայողական մեքենան շքեղություն է փոքր գյուղի համար։ Կարելի էր այդ գումարով ուղղակի լուսավորություն անցկացնել կամ ինչ-որ երևացող գործ անել, քան ձեռք բերել նոր մեքենա, որը համայնքին կարելի է ասել 0 օգուտ է բերում, ծառայողական մեքենան։ Նորընտիր գյուղապետը փորձել է աճուրդի հանել մեքենան, սակայն չի վաճառվել։ Այժմ նախատեսում է ավականու հետ քննարկել ինչպես վարվել ծառայողական մեքենայի հետ։ Ընդ որում թանկարժեք մեքենան վարելու համար գյուղապետարանում վարորդ է աշխատել, ով ամսական 130,000 դրամ աշխատավարձ է ստացել։ Նորընտիր գյուղապետը որոշել է վարորդի հաստիքը օգտագործել ոչ թե իր, այլ ուսանողական ավտոբուսի համար։ Բարերարների միջոցներով ձեռք բերված միկրոավտոբուսով գյուղի ուսանողներն ամեն օր անվճար մեկնում են Երևան ու հետ գալիս։ Բյուջեն հիմնականում, եթե մի քիչ ցանկություն ունենաս ինչ-որ աշխատանքներ անելու, դու բյուջեում այդ գումարները կգտնես։ Մասնագիտության միջազգայնագետ Եվրոպագետ գյուղապետն ասում է, մտադիր է պահակների ու հարկահավաքի հաստիկների հաշվին տարեկան մի քանի միլիոն դրամ խնայել։ Հարկահավաքը յուրաքանչյուր եռամսյակ ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի համար նախատեսված տուրքերն է հավաքագրում գյուղում գործող 6 խանութներից։ Դրա համար պահել մի ամբողջական հաստիկ եւ վարձատրել, ես դրա իմաստը չեմ տեսնում։ Այդպես է երևի բոլոր գյուղերում, այդպես նախատեսված է եւ այդ նույն առևտրի օբյեկտների տերերը կարող են 3 ամիսը մեկ բերել եւ այստեղ մուծել իրենց տեղական տուրքերը կամ ես էլ աշխատանքի գալուց կարող եմ այդ 6 խանութով անցնել եւ այդ գումարը վերցնել, բերել այստեղ մուտք անել։ Գարիկ Սարգսյանն ասում է, ընդամենը 60 միլիոն դրամանոց բյուջեում մեծ գումարներ է խնայել նաև տենդերների հաշվին։ Գյուղի 2 կիլոմետրանոց փողոցը լուսավորելիս շինարարության վրա նախատեսված ավելի քան 7 միլիոն դրամի փոխարեն 4 միլիոն է ծախսել։ Եթե ես ինչ-որ մեկի հետ համագործակցության գնացած լինեի, ինչը շատ տարածված է եւ այդպես անում են, ինձ մոտ էլ էին եկել առաջարկով, որ բեր մենք քեզ 18%, 20%-ի ադդաչա, տենց է կոչվում այդ ադկատը, թողնենք, մենք անենք այդ շինարարությունը, այսինքն ես մյուս շինարարներին, ովքեր մասնակցելու էին շինարարությանը, պետք է խնդրեի կամ չգիտեմ, ասեի իմ գյուղում ուզում եմ այս ինչ շինարարը գործանի։ Այդպիսի բան չկա։ Ես նրան սիրուն ճանապարհ դրեցի այդ առաջարկողին եւ ասեցի ով ամենացածր ու որակյալ գործը կանի ամենացածր գնով նայել կշահի, այդպես էլ եղավ, դասական տենդեր է եղել մեր մոտ։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող գյուղապետն ասում է, դժվար չէ աշխատել իշխանությունների հետ, եթե նրանցից մեծ ակնկալիքներ չունես։ Նոր կյանքին նոր կյանք բերելու համար հույսն իր ու համագյուղացիների վրա է դնում։ Վստահ է, թե պետական բյուջեի հաշվին իրականացվող ծրագրերն իրենց գյուղ չեն հասնի։ Ես հույս չեմ կապում այսօրվա, ասենք, կառավարության հետ, որ մեզ ինչ-որ խոշոր ինչ-որ մի ծրագիր բերելու են, իրենք գյուղում իրականացնելու են։ Հիմնականում կտանեն երևի այն գյուղերը, որտեղ իրենց մարդիկ են կամ չգիտեմ, ընտրությունների ժամանակ ինչ-որ խոստումներ են տվել, կտանեն այդ խոստումները երևի իրականացնել։ Եվ թիկունքի, մեջքի, կռիշի ոչ մի խնդիր չունեմ։ Նոր կյանքում դրական փոփոխությունների հասնելու երիտասարդ գյուղապետի ջանքերը գյուղում գնահատում են, սակայն նշում, թե գյուղացուն գյուղում պահելու համար դրանք բավարար չեն։ Առաջին հայացքից գյուղը հարուստ է թվում։ Ամեն քայլափոխի նորակառույց մեծ ու շքեղ տներ են, սակայն դրանք ոչ թե գյուղատնտեսության, այլ խոպանի հաշվին են։ Անգամ այդ շքեղ տները նոր կյանքի բնակիչները թողնում ու գյուղից հեռանում են։ Մոտ 3000 բնակիչ ունեցող գյուղը հատկապես խոպանի սեզոնին կիսով չափ դատարկվում է։ Նոր կյանքը կեսը չկա ուղղակի։ Կեսը դուրս են, եթե ոչ ավել։ Տուն չկա, որ դրսում մարդ չունենա։ Տենց տուն գոյություն չունի նոր կյանքում։ Գնում են, աշունը գալիս են, բայց երեխեքը արդեն գնացել են, աշունն էլ մնում են, երեխեքը այնտեղ արդեն դասի են գնում։ Ես կարամ ասեմ 50%-ը երևի գյուղից արդեն գնացել են ընդմիշտ։